Ողջույն սիրելի հետևորդներ, երբևէ մտածել եք, եթե այսօր Հիսուս Քրիստոս քայլեր մեր փողոցներով, խոսեր մարդկանց հետ, հրաշքներ գործեր, արդյոք բոլորը կհավատային նրան։ Շատերը հիմա միանգամից կասեն, այո իհարկե, բայց իրականությունը ցնցող է։ Հովհաննես ավետարանի 10-րդ գլխում մարդիկ կանգնած էին հենց Հիսուսի առաջ, լսում էին նրա խոսքերը, տեսնում էին նրա գործերը և միևնույն է չէին հավատում։ Ինչու՞։ Եվ ավելի կարևոր հարց, իսկ մենք այսօր իսկապես լսում ենք նրա ձայնը։ Այսօր միասին մտնելու ենք Հովհաննու ավետարանի 10-րդ գլխի 22-ից 42-րդ հատվածների խորքը և հավատացեք, այս հատվածը ավելի արդիական է, քան երբևէ։ Այն ժամանակ Երուսաղեմում տաճարի նավակատիքի տոնն էր, ձմեռ էր։ Հիսուսը շրջում էր տաճարի մեջ, Սողոմոնի տաճարում։ Հրեաները նրա շուրջը հավաքվեցին և ասացին. «Մինչև երբ մեր հոգին պիտի հանես, եթե դու ես Քրիստոսը, համարձակ ասա մեզ»։ Հիսուսը պատասխանեց նրանց. «Ձեզ ասեցի և չեք հավատում։ Այն գործերը, որ ես անում եմ իմ Հոր անունով, դրանք վկայում են իմ մասին, բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք։ Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, ես ճանաչում եմ նրանց, և նրանք իմ հետևից են գալիս։ Արդ ես նրանց հավիտենական կյանք կտամ, և նրանք հավիտյան չեն կորչի։ Ու ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։ Իմ Հայրը, որ նրանց ինձ տվեց, ամենքից մեծ է։ Իմ Հոր ձեռքից ոչ ոք չի կարող հափշտակել նրանց։ Ես և իմ Հայրը մի ենք»։ Հրեաները դարձյալ քարեր վերցրեցին, որ նրան քարկոծեն։ Հիսուս պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցույց տվեցի ձեզ իմ Հորից, դրանցից ո՞ր մեկի համար եք ինձ քարկոծում»։ Հրեաները նրան պատասխանեցին. «Քեզ ոչ թե բարի գործի, այլ հայհոյության համար ենք քարկոծում, քանզի դու մարդ ես, բայց քեզ Աստծո Որդու տեղն ես դնում»։ Հիսուս նրանց պատասխանեց. «Ձեր օրենքում գրված չէ, ես ասացի, թե աստվածներ եք։ Իսկ եթե աստվածներ է կոչում նրանց, որոնց ուղղված էր Աստծո խոսքը, և հնարավոր չէ, որ գիրքը ջնջվի, և ում Հայրը սրբացրեց և աշխարհ ուղարկեց, դուք ասում եք, թե հայհոյում ես նրա համար, որ ասացի Աստծո Որդին եմ։ Եթե Հորս գործերը չեմ անում, ինձ մի հավատացեք, իսկ եթե անում եմ, թե ինձ էլ չեք հավատում, գործերին հավատացեք, որպեսզի իմանաք ու ճանաչեք, որ իմ Հայրն իմ մեջ է, և ես Հոր մեջ»։ Դարձյալ ուզում էին նրան բռնել, բայց նա դուրս պրծավ նրանց ձեռքից և վերստին գնաց Հորդանանի մյուս կողմը, որտեղ նախկինում Հովհաննեսն էր բնակվում և մկրտում, և Հիսուսն այնտեղ էր մնում։ Շատերը նրա մոտ եկան և ասում էին. «Հովհաննեսը որևէ նշան չարեց, բայց այն ամենը, որ Հովհաննեսն ասել է նրա մասին, ճշմարիտ էր»։ Եվ այնտեղ շատերը հավատացին նրան։ Ամեն։ Տոն էր, բայց սրտերը սառել էին։ Հատվածը սկսում է այսպես. Երուսաղեմում տաճարի վերանորոգության տոնն էր։ Տոն էր, կրոնական մթնոլորտ կար, մարդիկ տաճարում էին։ Բայց հետաքրքիր բան կա. կարելի է լինել տաճարում, բայց չունենալ կենդանի հավատ։ Այսօր էլ շատ մարդիկ գնում են եկեղեցի, մոմ են վառում, խաչակնքվում են, բայց ներսում դատարկություն կա, անհանգստություն կա, Աստծուց հեռացում կա։ Աստված միայն կրոնական ներկայություն չի հետաքրքրում, նա ուզում է կենդանի հարաբերություն։ Մի սահմանափակիր հավատքը միայն արտաքին արարողությամբ։ Հարցրու քեզ. ես ճանաչում եմ Քրիստոսին անձամբ։ Մարդիկ շրջապատում են Հիսուսին և ասում. «Մինչև երբ պիտի մեր հոգին կասկածի մեջ պահես»։ Սա շատ արդիական խոսք է։ Այսօր էլ մարդիկ ասում են. «Եթե Աստված կա, թող ապացուցի, թող մի նշան լինի, թող հրաշք տեսնեմ»։ Բայց խնդիրը միշտ ապացույցի պակասը չէ, շատ անգամ խնդիրը փակ սիրտն է։ Հիսուս ասում է. «Իմ ոչխարները լսում են իմ ձայնը»։ Այստեղ ուշադրություն դարձրեք,
Հիսուսը չի ասում. իմ ոչխարները պարզապես լսում են ձայներ, ոչ։ Նրանք ճանաչում են Հովվի ձայնը։ Այսօր աշխարհը լցված է ձայներով, սոցիալական մեդիան, նորությունները, ֆիլմերը, սերիալները, հաջողության գուրուները, բոլորը խոսում են, բոլորը ուզում են ղեկավարել մարդու մտածողությունը, բայց հարցը սա է, ում ձայնն ես դու լսում ամեն օր։ Եթե ամբողջ օրը լսում ես միայն աշխարհի աղմուկը, ապա աստիճանաբար դժվար է դառնում լսել Աստծո խոսքը։ Ամեն օր ժամանակ ունեցիր լռության, աղոթքի, ավետարանի համար։ Հիսուս տալիս է մի հզոր խոստում. ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս, եւ ավելացնում է. ոչ ոք չի կարող նրանց հափշտակել իմ հոր ձեռքից։ Սիրելի հավատավոր հետևորդներ, այս աշխարհում ամեն ինչ անկայուն է, աշխատանքը, հարաբերությունները, առողջությունը, քաղաքական իրավիճակը, բայց Քրիստոսի ձեռքը կայուն է։ Քո անվտանգությունը մի կառուցիր միայն մարդկանց կամ համակարգերի վրա։ Վստահիր Աստծուն։ Հիսուս ասաց. ես եւ Հայրը մեկ ենք։ Այս խոսքերից հետո մարդիկ վերցնում են քարեր։ Ինչու՞, որովհետև Հիսուս բացահայտում է իր աստվածությունը։ Մարդիկ սիրում են հարմար Հիսուսին, մոտիվացնող Հիսուս, միայն սիրող Հիսուս, չդատող Հիսուս։ Բայց երբ Քրիստոսն ասում է ես եմ ճշմարտությունը, մարդիկ սկսում են անհարմար զգալ։ Իրական Քրիստոսը ոչ միայն մխիթարում է, նա նաև փոխում է։ Մի ստեղծիր քեզ համար Աստված, ընդունիր իրական Քրիստոսին։ Ինչու են ուզում քարկոծել Հիսուսին։ Հիսուսը հարցնում է. իմ որ բարի գործի համար եք ինձ քարկոծում։ Նրանք պատասխանում են. քո խոսքերի համար։ Սա շատ խորը ճշմարտություն է։ Մարդիկ հաճախ չեն մերժում միայն վատը, երբեմն մերժում են հենց ճշմարտությունը։ Այսօր էլ, երբ խոսվում է ապաշխարության մասին, սրբության մասին, ճշմարտության մասին, շատ մարդիկ ասում են դա շատ խիստ է։ Բայց ճշմարտությունը միշտ չէ, որ հարմար է։ Հատվածի վերջում մի գեղեցիկ պատկեր կա։ Մարդիկ գալիս են Հիսուսի մոտ եւ շատերը հավատում են։ Չնայած մերժմանը, հակառակությանը, կասկածներին, Աստծո խոսքը շարունակում է դիպչել մարդկանց սրտերին։ Մի հուսահատվիր, եթե աշխարհը սառել է, Աստված դեռ գործում է մարդկանց կյանքերում։ Այս հատվածը մեզ սովորեցնում է. առաջին, կարելի է լինել կրոնական, բայց հեռու Աստծուց։ Երկրորդ, խնդիրը հաճախ ապացույցի պակասը չէ, այլ փակ սիրտը։ Երրորդ, Քրիստոսի հավատացողները ճանաչում են նրա ձայնը։ Չորրորդ, աշխարհի աղմուկը կարող է խլացնել Աստծո ձայնը։ Հինգերորդ, իրական Քրիստոսը ոչ միայն մխիթարում է, այլ նաև փոխում։ Վեցերորդ, Աստծո ձեռքը ամենաապահով տեղն է։ Սիրելի հավատավոր հետևորդներ, այսօր աշխարհը լցված է աղմուկով, բոլորը խոսում են, բոլորը փորձում են առաջնորդել մարդկանց, բայց ամբողջ աղմուկի մեջ մի ձայն է դեռ հնչում. իմ ոչխարները լսում են իմ ձայնը։ Հարցը սա չէ, Աստված խոսում է, հարցը սա է, դու լսում ես։ Եթե այսօր հոգիդ հոգնել է, վերադարձիր Հովվի ձայնին։ Եթե սիրտդ լցված է վախով, մտիր նրա ձեռքերի ապահովության մեջ եւ հիշիր, աշխարհը կարող է փոխվել, մարդիկ կարող են հիասթափեցնել, բայց Քրիստոսի ձայնը երբեք չի կորում։ Լսիր նրան, հետևիր նրան, եւ դու երբեք մոլորված չես լինի։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք տարածել, հավանել, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ մեկնաբանության մեջ գրել ձեր կարծիքը։